Այդ շնորհիվ չտվեցին բարձրանալ վերև, այնտեղ ներքևում Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, դուք եթե տեղում եք եղել, ձեր հարցերը տայիք։ Չէ, ձեզ ենք հարցնում, ոստիկանության աշխատակիցները։ Ուրեմն ոստիկանություն նման բան չկա, ոստիկանությունը հետ գնացին, պարոն Ղազարյան։ Ասում են, որ ոստիկանությունը որևիցե մեկին չի արգելում։ Մենք այս պահին հասարակական կարգ ենք ապահովում եւ որևիցե մեկին չենք արգելում։ Այդ դեպքում մուտքը ինչու չտվեցին, փակել էին ասացին։ Հարգելիս, նորից եմ կրկնում, այդ մնացած հարցերին ես երբ որ ընդհանուր կուսումնասիրեմ կտեսնեմ ինչ է եղել, ձեր հարցերին մանրամասն ասում եք փաստաբանը հայտարարեց։ Ուրեմն ներեգություն դա ես ներեգություն ուրեմն նորից եմ կրկնում ցանկացած ես հիմա չեմ ուզում ձեր խոսքերին գնահատական տամ, որն է սա դրանք միգուցե դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Մենք յուրաքանչյուր իրավիճակի, որտեղ որ կա անհրաժեշտություն ոստիկանության միջամտության, պարտադիր լինում է համապատասխան գործառույթ։ Պարոն ոստիկանապետ, փաստաբանը հայտնեց, որ հոգևորականները, որոնք հրավիրվել էին քննչական կոմիտե, այսօր նրանց բոլորի տների մոտ ուժեղացված ծառայություններ իրականացվել, անգամ երկուսին բռնել են, պարզել են, որ չեն գալիս հովանամանք, նոր միայն բաց են թողել։ Ինչպես սա կբացատրեք։ Երբ է եղել։ Այսօր առավոտյան։ Այսօր առավոտ բռնել են։ Այո, ասած երբ բռնել են։ Ճշտել են, որ չեն գալիս հովանամանք, բաց են թողել։ Հարգելիս, նորից եմ կրկնում, եկեղեցականներին երբ որ տրված է ծանոթագիր ներկայանալու, կարող է եւ ճշտել մենք ենք հարգելիս Կիրակի օրով տրված է ծանոթագիր եւ ոստիկանությունը, քանի որ ծանոթագիրը պատշաճ ներկայացրել է, նաեւ միգուցե ես ասում եմ բոլորին ոչ, բոլորի մասին չի խոսքը։ Ես հիմա դուք խոսում եք տրված հարցազրույցի հետ կապված, ես ձեզ ասեցի բոլոր հանգամանքների հետ կապված, նաեւ հարցազրույցի, նաեւ անհատ քաղաքացիների, նաեւ լրատվամիջոցների հետ կապված, եթե կլինեն համապատասխան տեսանյութեր, հոդվածներ, մենք կուսումնասիրենք, ըստ պատշաճ կտանք արձագանք։ Պարոն Ղազարյան, մի քանի օր առաջ եկեղեցում երբ որ գրում են ներեգություն, մենք պայմանավորվեցինք, ես ընդհանրապես հարգելով ձեզ, այս պահին մի քանի հարցի պատասխանեցի, մնացած հարցերը հետո կտակ։ Ես հարգում եմ ձեզ, այսօր նաև պատարագի օր է, խնդրում եմ բոլորը նույնպես հաղորդակցվեք Աստծու հետ եւ ես խնդրում եմ մնացած հարցերին խնդրում եմ գնահատականներ մի տվեք ես ներեգություն գնահատական էլ ոչ մի հարց չեմ տալու էլ ոչ մի հարցի չեմ պատասխանելու վեր Ժողովուրդ ջան նորից եմ կրկնում դե տեսեք խնդրում եմ հարցեր են տալու Մեդիաբի հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ այս պահին Հովանավանքում տեղի ունենում պատարագ, որը մատուցում է կարգալույծ եղած հոգևորականը։ Այստեղ են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են Ստեփան Ասատրյանի
մատուցած պատարագին։ Ես նշեմ, որ Հովանավանք շտապող 2 քահանայի ոստիկանները բերման էին ենթարկել եւ ազատ են արձակել, իմանալով, որ չեն գալու եկեղեցի։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Մեդիաբի հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը փակեց քաղաքացու բերանն, ով գոռում էր Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու, ու նրան հանեցին հովանավանքի Նշեմ նաև, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր հովանավանք շտապող երկու քահանա ոստիկանները բերման էին ենթարկել եւ ազատ են արձակել, իմանալով, որ չեն գա եկեղեցի։ Ասուկաներով է շարժվում է առաջ, դեպի Խոչարյանը ինձ ինչ ես լրավ եղել Մարիք ջան, որտեղ ուզեմ կլինեմ։ ու հենց դետկանա։ Դուք մի որոշեք ես։ Աստված չի, մեր Աստվածը մի հատն է, Աստծո որդին է Հիսուս Քրիստոսն է, ինք Աստծո տված շատ, Աստված ժողովրդին հավատարիմ մարդ է։ Ես ոչ մի եկեղեցու հետևորդ չեմ, ես իմ հավաստուն եմ իմ մեջ դեպի առ Աստված։ Լավ եմ արել, ես իրավունք ունեմ, հորս տունն է եկել եմ, հայրիկիս տունն է, Աստծուց տունն է եկել եմ։ Շնորհակալություն, խնդրեմ։ Դուք ինչի համար եք այստեղ։ Եկել եմ որ չթողեմ դու սադրես։ Ես չեմ սադրում, ես հարցեր Ես քո հետ նորմալ կխոսամ, որտեվ դու նորմալ ես խոսում, բայց ինքը նորմալ չի խոսում։ Պատասխանենք, ինչի մարդ Ոչ մեկ չի խանգարում, ոչ մեկ չի խանգարում։ Այո, այս նույն մարդիկ են։ Մի ամեն եկողին պետք է բռնեք, ասեք խեք եք, այստեղ։ Մարդիկ Սովորական ձևերով, օրինական ճանապարհներով։ Որոց Կտրիչ Ներսիսյանը մի անձնավորություն է, որ տասնյակ տարիներով ոչ լեգիտիմ ընտրված ղեկավարներին հարգանքը բարձր մակարդակի տեղը պահելով ծառայություն է մատուցել։ Ոչ լեգիտիմ իշխանություններին, կեղծիքներով ընտրված, քաղաքացիներին կրակած սպանած, հոկտեմբերի 27-ին ոնց եղավ, ներողություն, ընտրված, ոչ լեգիտիմ ղեկավարներին հնազանդ, հարգանքը բարձր մակարդակի պահելով ծառայություն է մատուցել, բայց լեգիտիմ իշխանության հետ չհամակերպելով, դիմակայում է, ձայն Աստծո, ձայն բազմած, այսօրվա իշխանությունը այդ կարգախոսով ընտրված իշխանություն է, Աստվածաշնչում գրված է ձայն Աստծո, ձայն բազմած։ Կտրիչ Ներսիսյանը Աստծո տունը արևանգած, ուխտակրոնությունը խախտած, շնացած, Կտրիչ Ներսիսյան այդ անձնավորությունը Աստծո տունը ազատելու իր արևանգությունից, ինչպես Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ազատվեց այդ կիլլերների, այդ խուլիգանների արևանգությունից, այդպես էլ Աստծո տունն է ազատվելու Կտրիչ Ներսիսյան, ուխտակրոնությունը խախտած շնացած Կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Հայ մարդը այլևս թույլ չի տալու իր սեփական պետությունում ինչ որ մի հատ ինստիտուտ, մի հատ սրբություն արևանգած լինի ինչ որ մի հատ տհաճ անձնավորության կողմից։ Փոխանցեք ձեր ոչ հաճելի տհաճ անձնավորության Կտրիչ ծայրապետին։ Գնացեք փոխանցեք։ Էլ ավել պակաս ես խնդրում եմ, հարգելով ձեր աշխատանքը, մարդկանց մի սադրեք։
Մարդկաց մի սադեք, որ մարդիկ է ոգևորած մի բան ասեն, կտրեք, ասեք, օй, վարչապետի աջակից է, լսեք, այո, դուք կտրում եք, դուք գցում եք, ոնց էս պետն է։ Այս ամբողջ իրականությունը եւ ճշմարտությունը էսա, տեղավորեք, համակերպեք։ Մենք համակերպված ենք, դուք պետք է համակերպեք։ Ով որ չի համակերպվելու, գցելու է իր ոտին եւ ցավոտ է լինելու օրենքով։ Էլ հասկացանք վարչապետի բերած արժեքներից, հարստությունից բոլորդ ոգևորված, լեզուներդ ոտների տակ գցած ափրցփեր, ապուշավարի, հիմավարի, այս փողոցներում կուրաժիտ է կլնում։ Հասկացանք։ Ոնց պետք է ինձ խոսում եմ, ես ձեր խոսալը ներեգություն, ես ձեր ներեգություն, ես ձեր խոսակցան, ես դուք էնից է որ խոսում եք, լսեք, ինչ ընդհատեք, լսեք, ունեք դուրաչնոր, պրոբլեմը իրա մեջ,